Արտահերթ նիստ ազգային ժողովում օրակարգում շրջանառության հարկի մասին եւ շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերն են։ Մինչ օրակարգի հաստատումը ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանն, ով ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, հրաժարվել է իր դիմումից։ Նշենք, որ ԲՀԿ-ն, ով նախորդ շաբաթ բոյկոտել էր ազգային ժողովի նիստերի աշխատանքը, բոյկոտից դուրս է եկել եւ այսօր մասնակցում էր ազգային ժողովի արտահերթ նիստին։ Հետո Սահակյանն առաջարկեց քվեարկության դնել շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Օրենսդիրները վարման կարգով ելույթներ ունեցան։ Մենք համարում ենք այս օրենքը ծայրահեղ վտանգավոր, շատ կոռուպցիոն ռիսկներով լի եւ արտաքին առևտրի մենաշնորհացմանը ուղղված նախագիծ։ Բարգավաճ Հայաստանը չի հասցրել ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ օրենքի այս նախագծին, ուստի մենք կքվեարկենք ձեռնպահ։ Որ տարբերակն են քվեարկում, արդյոք դա առաջին ընթերցում չէ, արդյոք քվեարկման է ենթակա։ Այս հարցերի պատասխանը մենք այս պահին չունենք։ Չէ՞ որ դուք ասացիք, հետաձգեք մի շաբաթ քննարկենք, չեք քննարկել։ Հրանտ Բակրատյանի դիտարկմանը, թե լրացուցիչ քննարկումներ տեղի չեն ունեցել եւ նախագիծը հապշտապ քվեարկության է դրվել, հանրապետական պատգամավորները համակարծիք չէին։ Արձագանքելով Բակրատյանին, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ քննարկումներ եղել են։ Արդյունքում էլ շահութահարկի արտոնություն տրամադրելու համար անհրաժեշտ չեմ իջեցվել է։ Մասնակցել եմ 4 հոգով եւ առաջարկում եմ երկրորդ տարբերակը 40 միլիարդ եւ այն ձևակերպումները ինչու մասի որ խոսում ենք, արդեն ձեզ երկրորդ տարբերակը բաժանել փոքր ճշգրտումներով դնել քվեարկության։ Նախագիծը դրվեց քվեարկության եւ 68 կողմ, 11 դեմ եւ 23 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց։ Նշենք, որ ըստ փոփոխության 50 միլիարդ դրամի արտահանում իրականացնող ընկերությունները ներկայիս 20%-ի փոխարեն 2% շահութահարկ կվճարեն։ Աղմուկը դադարեցրեք։ Ուշադիր։ Պատգամավորներին հանդարտության կոչեր անելուց հետո Սահակյանն առաջարկեց քննարկել շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որը դարձյալ խորհրդարան էր ուղարկել կառավարությունը։ Պատգամավոր Հրանտ Բակրատյանը նշեց, թե Հայաստանի տնտեսության իդեալական մոդելը հետեւյալն է. ՓՄԶ հարկման շեմը մինչև 115 միլիոն դրամ եւ 5-ից 6% շրջանառության հարկ, իսկ խոշորների համար 10-ից 12%։ Արդյունքում, ըստ Բակրատյանի 4-ից 5 անգամ կփոքրանա հարկային ծառայությունը։ Մի լուրջ հաշվապատ պետք է նստեցնել վերջնական խմբագրամից առաջ հարկային հաշվապատ կողքը նստի խմբագրի, որովհետև այդտեղ խնդիրներ կան, որ ձևակերպումները հստակ չեն։ Շրջանառության հարկի մասին օրինագիծը լեգիտիմացնում է, որ փաստաթղթավորման բացակայության դեպքում ստվերը մնա։ Ժառանգության տեսակետը ներկայացնելիս հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։ Ըստ նրա, իշխանությունը հիմնական ստվերի դեմ չի կարողանում կամ չի ուզում կռվել եւ ուզում է պայքարել այն մարդկանց միջոցով, որ կամ պարտվել են կամ տուժել են մենաշնորհների ձեռքին։ Իսկապես բոմժանություն մամեր պետությունը։ Երեք Երևանում, Գյումրիում տաքսիստներ են դուրս եկել։ Խոսում ես հետները բացի չարությունից, բացի այոյանքից, ընդորում ճիշտ առողջ կեցվածքով։ Բոլոր ոլորտներում մենք թերություն ենք, որտեղ բոլոր ոլորտներում այս իրադրային օրենքներն ընդունում ենք եւ ժողովրդին կրակն ենք։ Եկեք կամք ունեցեք եւ բիզնեսը տարանջատեք իշխանությունից։ Եկեք կամք ունեցեք եւ հասկացեք համաշխարհային օրինաչափությունը, աքսիոմը, որ չի կարող գործադիր իշխանությունը, որը ղեկավարում է համակարգային խորը ճգնաժամը, չի կարող գործադիր իշխանությունը ինքը կոռուպցիայի հանձնաժողով ձևավորի։ Այս դրանց վրա ուշադրություն դարձրի։ Նախագծի վերաբերյալ տեսակետներ հայտնեցին նաև ազգային ժողովի ՀՅԴ, ՀԱԿ եւ ԲՀԿ պատգամավորները։ Դաշնակցականները նախագծի որոշ դրույթների հետ համակարծիք էին, ՀԱԿ-ը ոչ, իսկ ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի։ Շարունակվում են քննարկումները, վաղը քվեարկությունից առաջ կհայտարարենք մեր որոշումը։ Կընդունվի արդյոք օրինագիծը, թե ոչ, հայտնի կդառնա վաղը։ Նշենք, որ նոր նախագծով կառավարությունը հարկման շեմը 58 միլիոն դրամից դարձրել է 113 միլիոն դրամ։ Ըստ այդմ, փաստաթուղթ ներկայացրած ՓՄԶ ներկայացուցիչները 1.5% շրջանառության հարկ կվճարեն, իսկ առանց փաստաթղթի աշխատողները 5%։ Նախկին օրենքով շրջանառության հարկ էր սահմանվել 3.5%, պարտադիր փաստաթղթավորման պայմանով, սակայն ՓՄԶ ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել։